Apricot Capital-ի հետ սկսում ենք ռիլերի շարք, որտեղ ես կկիսվեմ ձեզ հետ ներդրումները սկսելու իմ 3 սխալներով։ Եթե դուք 2000 թվականին 10000 դրամը դնեիք բարձի տակ եւ հանեիք այսօր, դուք դեռ կունենայիք նույն թղթադրամը, բայց դրանով կկարողանայիք գնել 4 անգամ ավելի քիչ ուտելիք կամ ծառայություն։ Աշխարհում կա մեկ գող, որից հնարավոր չէ թաքցնել մեր աշխատած բոլոր փողերը, եւ դա գնաճն է։ Փողն ինքն իրենով այնքան արժեք ունի, որքանով այն կարելի է փոխանակել պետքական ինչ-որ բանի հետ։ Ես սա թերագնահատում էի ու 2022-ին, երբ իմ գործերը բավական լավ էին ու միանվագ հոնորար էի ստացել, դրանից ուրախանալով այդ գումարը վերցրել էի ու պահել էի, չէ՞ ծախսել։ Ուղիղ 2 տարի ես գնում գալիս էի ու հիանում էի այդ գումարով, բայց ոչինչ դրա հետ չէի անում։ 2024-ին ստացվեց այնպես, որ ստացա հրավեր վարելու ներդրումային ոդքասթ, որի էպիզոդներից մեկի ժամանակ էլ իմացա, որ մինչև այդ պահը կորցրել եմ իմ գումարի մոտավորապես 5%-ը։ Շոկ էր ու պարզվեց, որ իմ անգործության ռիսկը բավական բարձր է։ Կորցրել էի մոտավորապես իմ այդ ժամանակվա 2 ամսվա աշխատավարձի չափ գումար, ուղղակի ոչինչ չանելով։ Շուկայի տատանումներից վախենալով ես թույլ էի տալիս, որ գնաճը դանդաղ ուտի իմ խնայողությունները։ Հիշեք, ներդրում չանելը նույնպես որոշում է, որն ունի իր գինը։ Իսկ դուք երբևէ հաշվել եք, թե որքան գումար եք կորցնում պարզապես սպասելով։ Հաշվեք, հետաքրքիր թվեր կարող եք ստանալ։ Չսկսելը նույնպես ռիսկային է։ Երկրորդ ներդրումային վախս վախն էր անորոշությունից։ Արժեթղթերի ինդեքսները տեսել եք։ Այդ տատանումների վրա նայելուց ինձ մոտ տպավորություն էր, որ հենց դրանցից մեկը գնեմ, արժեքները կսկսեն կտրուկ իջնել ու անդադար։ Դասական վախ անորոշությունից, ոչ մի նոր բան։ Բանն այն է, որ մեկ ընկերության արժեթուղթ գնելն իմ պատկերացման մեջ շատ ռիսկային էր։ Բայց ինչ եթե մեկ ընկերության մեջ ներդրում անելու փոխարեն ես նույն գումարով ձեռք բերեմ միանգամից 500 ընկերության արժեթուղթ։ Պարզվեց դա հնարավոր է դիվերսիֆիկացված ETF-ների միջոցով։ Հենց այդպես էլ կոչվում են դիվերսիֆիկացված ETF։ Բացատրեմ։ Apricot Capital-ի հետ մեր առաջին տեսանյութում, որի մասին պատմել էի, ոդքասթների շարք էր, մենք այդ ժամանակ խոսել էինք հենց ETF-ների մասին։ ETF-ը ֆոնդեր են, որոնք բորսայում կարելի է գնել ու դրանք կառավարվում են պրոֆեսիոնալ ֆինանսիստների կողմից։ Դիվերսիֆիկացվածը նշանակում է, որ այդ մեկ ETF-ում ծաղկակաղ է արված որևէ ոլորտի բազմաթիվ որակյալ արժեթղթեր։ Ասենք օրինակ SPY-ը ներառում է ամենախոշորագույն 500 ընկերությունների արժեթղթերը, իսկ օրինակ QQQ արժեթուղթը դա ամերիկյան տեխնոլոգիական 100 խոշորագույն ընկերությունների արժեթղթերի հավաքածուն է մեկ տեղում։ Իմ վախերով պայմանավորված կարծում էի, որ ներդրումները սահմանափակվում են ընդամենը մեկ ընկերության արժեթղթեր գնելով։ Չգիտեի, որ հնարավոր է միաժամանակ ձեռք բերել բազմաթիվ ընկերությունների արժեթղթեր եւ այդպիսով դիվերսիֆիկացնել քո ռիսկերը։ Բայց Apricot Capital-ից իմ ընկերները բացեցին աչքերս ու օգնեցին սկսել ներդրումներ անել ավելի դիվերսիֆիկացված ու քիչ ռիսկային գործիքներով։ Իմ ներդրումային երրորդ սխալն էր ագահությունը, կամ այլ կերպ ասած բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ դնելը։ Երբ գնացս արժեթղթերի ցանկն էի բացում, ամենաարագ աճում էր Bitcoin-ի ETF-ը, կամ այլ կերպ ասած այդ անունը BIT2։ Դրա հետ զուգահեռ ունեի մի շարք ETF-ներ, որոնց գները կայուն էին ու արտասովոր չէին տատանվում ու փոփոխվում։ Դե ես էլ որոշեցի ինձ երևակայել որպես շատ հաջողակ տրեյդեր ու վաճառեցի բոլոր արժեթղթերս ու ամբողջ գումարը վերցրեցի, կենտրոնացրեցի այդ երկու ETF-ների մեջ։ Իհարկե, երկուսն էլ կապված էին Bitcoin-ի արժեքի հետ։ Հետո Bitcoin-ի արժեքը սկսեց իջնել, իսկ վաճառածս արժեթղթերը թարսի պես սկսեցին բարձրանալ։ Օրինակ դրանցից էր Nvidia-ն, որը այսպես է գրվում, եւ որի ձեռքբերման ժամանակ այն արժեր ընդամենը $113, իսկ այժմ շուրջ 180։ Երբ ես վաճառեցի այն ընդամենը 140 էր։ Ինչևէ, ագահություն անցանք գնաց։ Բայց մեզնից ոչ մեկ չգիտի երբեք, որ արժեթուղթը ինչքան կբարձրանա, եւ յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում յուրաքանչյուր արժեթուղթ արժի վաճառել, պահել, թե առհասարակ չգնել։ Սակայն փորձել ամբողջ գումարը կենտրոնացնել 1 կամ 2 արժեթղթերի մեջ չափազանց ռիսկային է։ Դիվերսիֆիկացված պորտֆել ունենալը դա լավագույն խորհուրդն էր, որին տվել էին Apricot Capital-ից, բայց ես այն չէի լսում։
Իսկ եթե դեռ չեք սկսել ներդրումներում ձեր փորձը, ուրեմն լավ ժամանակ է դա անելու համար։ Apricot Capital-ում նոր հաճախորդների համար մինչև 2026 թվականի մայիսի 1-ը գործում է 0% միջնորդավճար բոլոր գործարքների համար։ Եվ եթե ունեք հարցեր, որոնք ցանկանում եք անհատական մոտեցմամբ ստանան պատասխաններ, զանգարեք պարզապես ներքևում նշված հեռախոսահամարին։ Մաղթում եմ ձեզ դիվերսիֆիկացված եւ եկամտաբեր ներդրումներ։